Չնայած Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է քուրդ զինյալների հետ հրադադարի մասին, օրվա երկրորդ կեսին նախատեսված Հալեբ-Երևան եւ հակառակ ուղղությամբ Երևան-Հալեբ չվերթները այսօր չեղարկվել են։ Թռիչքներն իրականացնող Fly Cham-ի հայաստանյան ներկայացուցչությունից Ազատությանը տեղեկացրին, որ այսօր նախատեսված թռիչքները հետաձգվել են Հալեպում տիրող իրավիճակով պայմանավորված։ Օդանավակայանը ըստ նույն աղբյուրի այսօր մինչև կեսգիշեր փակ է լինելու։ Եթե իրավիճակն ամբողջությամբ կարգավորվի, թռիչքները նախատեսում են իրականացնել հաջորդ երեքշաբթի հունվարի 13-ին։ Այսօր հանդարտություն գտիրի Հալեպի մեջ, փուն փախումնալից օրեմը վերջ։ Սիրիայի Գանձասար շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանն Ազատությանը տեղեկացրեց, գիշերվա 3-ից բանակի հայտարարած զինադադարը Հալեպի քրդաբնակ թաղամասերում պահպանվում է։ Ըստ հաղորդագրության զինյալ խմբավորումներին այդ շրջաններից դուրս գալու հնարավորություն կտրվի։ Սիրիական բանակի եւ քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի զինյալների բախումները հայաշատ Շեյխ Թահա եւ Վիլաներ թաղամասերին շատ մոտ են։ Հարագից շրջաններ են, Էշրեֆիեի եւ օրինակ Շեյխ Թահայի միջև հեռավորությունը քիչ է, քանի կիլոմետր չկա նույնիսկ։ Անոր համար վտանգված էինք, նյութական վնասներ արձանագրվեցան, դուներ վնասվեցան, ապակիներ կոտրտվեցան, փամփուշտներ մտան բնակարաններում մեջ, բայց զոհեր կամ վիրավորներ չարձանագրվեցան բարեբախտաբար։ Շատ հայեր տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում են գիշերել։ Գանձասար շաբաթաթերթի խմբագրի տեղեկություններով մոտ 50 ընտանիք։ Ցերեկը արդեն վերադարձան, այդտեղ իրենց ամեն ինչ ապահովված էր, սնունդ եւ այլն, ասկային առաջնորդարանը քիչերելու պայմաններ եւ այն ապահովված էր։ Գայ ընտանիքներ, որոնք շատ վտանգավոր շրջաններում մեջ էին, հոն հաստատվեցան, առավոտյան վերադարձան իրենց տուները, որտեղ անապահով էր ավելի փախումները քիշերը գսաստկանար։ Ցերեկը գրգին վերադառնային իրենց տուները։ Ապաստանեցանք ցեվոմը ներքի սենյակներում մեջ շատ մտեղեր, այսինքն անոնք, որոնք դեղ չունեին սրահ կացին կամ հարեգամներու դուներ կացին, մինչև որ այս քանի օրը անցուցինք։ Եկեղեցվո սրահը։ Դուք եք այնտեղ եղել։ Ես ոչ, քրոջս դուն փոխադրվեց, որ մեր դունը վտանգավոր քիծի վրա էր, վերադարձին արդեն ապագիներ չարտված էին, բայթումներու ջնշում են։ Ես քիշերին վերադարձանք, բայց երբ որ մեղմացավ զարգը փախումները մեղմացան մասամբ վերադարձանք բնակարան, քիշերեցինք բնակարանը, հիմա արդեն խաղաղ է պարկասծու։ Սիրիայի կառավարական զորքերի եւ քուրդ զինյալների միջև մի քանի օր տևած մահացու բախումների հետևանքով 21 զոհի մասին է հայտարարվել։ Հազարավոր խաղաղ բնակիչներ ստիպված էին փախչել իրենց տներից։